Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես շատ այլ առանցքային հարցերում, Արցախի թեմայով նույնպես բաժանված է տարբեր դիրքորոշումների։ Իշխանությունը փաստացի հայտարարում է, որ Արցախի հարցը փակված է եւ Հայաստանի տարածքում այլևս Ղարաբաղյան շարժում չի լինելու։ Մինչդեռ մի շարք քաղաքական ուժեր պնդում են, որ խաղաղությունը չի կարող լինել ցանկացած գնով եւ այն պետք է լինի արժանապատիվ։ Որն է ձեր դիրքորոշումը այս հարցում։ Հայաստանի քաղաքական դաշտը փորձ է արվում կանգնեցնել կեղծ ու վտանգավոր երկընտրանքի առաջ, կամ հայտարարել, թե Արցախի հարցը փակված է, կամ երկիրը նորից ներքաշել պատերազմի հռետորաբանության մեջ։ Բայց իրական պետական մտածողությունը նման պարզունակ հակադրություններով չի առաջնորդվում։ Արցախի հարցը չի կարող փակվել պարզապես հայտարարությամբ։ Այն մեր ժողովրդի պատմության, իրավունքների եւ հիշողության մաս է։ Բայց նույնքան վտանգավոր է նաև այն քաղաքականությունը, որը մարդկանց նորից տանում է պատերազմի պատրանքների հետևից առանց ուժի, առանց հաշվարկի, առանց պետության կարողությունների գնահատման։ Պետության պարտականությունը մարդկանց զգացմունքների կամ սպասումների վրա քաղաքական կապիտալ կուտակելը չէ։ Պետության պարտականությունը ճշմարտությունը տեսնելն է, այն բարձրաձայն ասելը եւ այդ ճշմարտության հիման վրա պատասխանատու ճանապարհ առաջարկելը։ Այսօր Հայաստանի առաջ կանգնած հիմնական խնդիրն է կառուցել ուժեղ, անվտանգ եւ ինքնիշխան պետություն, որովհետեւ միջազգային հարաբերությունների ամբողջ պատմությունն ապացուցել է, որ իրավունքները պաշտպանվում են ոչ միայն արդարության լեզվով, այլ առաջին հերթին պետության կարողությամբ, ինստիտուցիոնալ ուժով եւ ազգային դիմադրողունակությամբ։ Ուժեղ պետություն ունեցող ժողովուրդները կարողանում են պաշտպանել իրենց անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքները։ Թույլ պետություն ունեցող ժողովուրդները վաղ թե ուշ կորցնում են անգամ այն, ինչ մի ժամանակ թվում էր անսասան ու երաշխավորված։ Հայաստանին պետք է խաղաղություն, որը չի նվաստացնում, չի թուլացնում եւ չի խորացնում կախվածությունը։ Մեզ պետք է խաղաղություն, որն ամրացնում է մեր ինքնիշխանությունը, ուժեղացնում է տնտեսությունը, զարգացնում բանակը եւ վերադարձնում քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ։ Արցախի ողբերգությունը մեզ մի մեծ դաս է տվել։ Միայն ուժեղ պետությունը կարող է պաշտպանել իր ժողովրդին։ Հետևաբար մեր ընտրությունը պետք է լինի հստակ եւ հասուն, ոչ պատերազմի պատրանքներով ապրող քաղաքականություն, ոչ էլ պարտությունը նորմալացնող ու դրա հետ հաշտվող մտածողություն։ Հայաստանի ճանապարհը մեկ այլ տեղ է՝ ուժեղ, ազատ, ինքնիշխան եւ արժանապատիվ պետության կառուցման մեջ։ Եվ իրականում հենց այս ընտրության առաջ է այսօր կանգնած մեր ժողովուրդը։